Եթե 6 տարեկանում դպրոց չես հաճախում, ապա հետո ստիպված ես միանգամից ընդգրկվել քո տարիքային խմբի դասարանում։ 2024-ի գարնանը կայացված որոշումն ուժի մեջ է մտել այս ուսումնական տարվա սկզբին եւ նպաստել դպրոց սահմանված տարիքից ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոխանցմամբ, եթե նախկինում այդպիսի աշակերտների թիվը 3000 էր հասնում, ապա այս ուսումնական տարում այդ ցուցանիշը եղել է 777։ Սյունիքի մարզում նրանք 23-ն են։ Մարզի բոլոր համայնքներում, տարբեր դպրոցներում ունենք երեխաներ եւ ունենք հիմնականում արձանագրված 3 պատճառներ։ Դա առաջինը, որ գտնվել են արտերկրում, գտնվել են հիվանդության մեջ, ծանր հիվանդություն են տարել կամ երկարատև բուժում են ստացել երեխաները եւ երրորդ ուղղակի ծնողի որոշմամբ։ Հենց գերակշռող պատճառով պայմանավորված Արտյոմ Պողոսյանը վերադարձավ Ռուսաստանի Դաշնությունից ու միացավ իր տարիքային խմբին, համապատասխան երկրորդ դասարանին։ Ծնողի խոսքով երեխան առաջին կիսամյակի ավարտին ամբողջությամբ յուրացրել էր արագացված ծրագիրը եւ ավելի վստահ մեկնարկել երկրորդը։ Դժվարություններ բնականաբար կային, բայց իմ ու ուսուցչի համատեղ ջանքերի շնորհիվ երեխան այսօր հասել է մեծ հաջողությունների։ Հիմա համադասարանցիներին հավասար սովորում է երկրորդ դասարանի ծրագիրը, լիովին յուրացնում է, ամբողջ օրը աշխատում ենք համատեղ երկարօրյա պարապմունքների շնորհիվ արձակուրդներին ուսուցիչը իր հետ առանձին պարապում է իր աշնանային ձմեռային արձակուրդներին, ես էլ տանը։ Նոր որոշմամբ դպրոց ընդունված սովորողների հետ սեպտեմբերից իրականացվել են անհատական աշխատանքներ ոչ միայն ուսումնական բացերի, այլև սոցիալ-հոգեբանական հարմարեցման, ինչպես նաև համադասարանցիների հետ փոխհարաբերությունների ձևավորման նպատակով։ Նվազելին գտնելու համար ինչ կարող ենք անել։ Ապրես, դե գրի։ Հիմնականում դասերի ժամանակ խաղային մեթոդներ եմ օգտագործել, որպեսզի երեխան էլ ավելի կարողանա երգի նկարչության միջոցով։ Կարողացանք մենք նրան ընդգրկել ամբողջ դասարանի համակազմի մեջ, անհատական լուրջ մոտեցում ենք ցուցաբերում եւ դասարանի ցանկացած երեխա։ Ունեցել ենք նաև դեպքեր, որ հենց օգոստոս ամսին ծնողներն են այց կատարել ինձ մոտ եւ իմանալով, թե կապ հաստատելով տնօրենի հետ, իմանալով, որ դասարան, որ դասվարի մոտ է ընդգրկվելու, կարողացել ենք արագ կազմակերպել երեխայի ուսուցումը նույնիսկ օգոստոս ամսին, որոշակի առաջադրանքներ տա, թեկուզ ծանոթանա, այսինքն այդ մտերմիկ պահը ստեղծվի, որպեսզի երեխաները սեպտեմբերի 1-ին այդ դժվարությունը չզգան։ Ըստ նախարարության տվյալների, հանրապետությունում նման սովորողներից մոտ 400-ը ամբողջությամբ տառաճանաչ է։ Ձևավորված են նաև ընթերցանության կարողությունն ու մաթեմատիկական գիտելիքները։ 517 երեխա ճանաչում է թվերը, որոնցից 495-ը կարողանում է կատարել նաև թվաբանական գործողություններ։ Փաստորեն երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը, համոզված են գերատեսչությունում։ Հիմա կարողանում է կարդալ, պատմել, կատարել նկարի վերլուծություններ, հաշվում են մինչև 100-ի սահմանը, կարողանում է կատարել երկնիշ թվերի գումարում հանում անգամ կարգային անցումով։ Եվ հիմնականում այդ կարողությունները կարողացել եմ ձևավորել նրա մոտ։ Հիշեցնենք, երեխան պարտավոր է հաճախել դպրոց, եթե նրա 6 տարեկանը լրացել է տվյալ օրացույցային տարվան մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հակառակ դեպքում ստիպված կլինի 1 տարում յուրացնել նաև առաջին դասարանի բաց թողնված ծրագիրը։ Իսկ այստեղ, ինչպես նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, երբեմն խնդիրներ են առաջանում երեխաների կրթության, հանգստի եւ ժամանցի իրավունքի պահպանման հետ։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատարյան, Սյունիք, լուրեր։